Ոչ մի հեռախոսության, արդեն անհասանելի է Ձեր աչքի առաջ են եղել բազմաթիվ արվեստագետներ և մտավորականներ, երբ 2008 թվականի մարտի 1-ի ոճրագործությունից հետո սկսեցին անգամ իշխանություններին պաշտպանել, ոչ միայն չխոսել, այլև պաշտպանել, իշխանությունների հրահանգով սկսեցին քաղբանտարկյալներին համարել քրեական հանցագործներ, իսկ ծանր հիվանդությամբ տառապող Օհան-Դուրյանը ինձ պարտադրեց այդ վիճակով այցելել քաղբանտարկյալներին։ Սա քաղաքացիական մեծ սխրանք էր, որ պետք է մեզանից յուրաքանչյուրը օրինակ վերցնի։ Յուրաքանչյուր հանրահավաքից առաջ Օհան-Դուրյանը միշտ ժողովրդին կոչով էր հանդես գալիս, ուղերձով էր հանդես գալիս։ Առանց մայեստրոյի խոսքի ես չէի պատկերացնում որևէ իրադարձություն։ Եվ ես տարիներ առաջ մի նյութ ունեի գրված, որ Օհան-Դուրյանը ինձ համար մաքրամաքուր Հայաստան է, առանց կեղծիքի, ստախոսության, մաքուր հույզերի Հայաստան աշխարհ։ Ափսոս որ Օհան-Դուրյանի նման հզորը կաղնի մեր կողքին չի, որովհետև երբ որ քո քաղաքական շարժման կողքին կան մտավորականներ, մի տեսակ ոնց որ իրենք արդարացնեն մեր շարժման արդարացիությունը, կարևորությունը, մեզ ոգի են տալիս, համարձակություն են տալիս, ավելի պինդ ես կանգնում քո կարծիքի վրա, եւ այդ առումով Օհան-Դուրյանը մեր շարժմանը թթվածին էր։ Ժողովուրդը ասում է երկու երնեք միտեղ չի լինում։ Երկու երնեք Օհան-Դուրյանի մեջ կա, մեկ որ ինքը հզոր մշակույթի գործիչ է, երաժիշտ է, հզորագույն, նայում ես իր կատարումները, իր գործերը, իր ստեղծագործությունը եւ իր արտիստականություն, թե ինքը ոնց է ներկայացնում արծում, նախանձում ես, հպարտանում ես։ Երկրորդը չունենք այդ տեսակի մեջ։ Այսինքն ես մի հատ հզոր երնեք կար, մի հատ եթե լիներ Օհան-Դուրյան երաժիշտ, կասեինք համաշխարհային է, թիվ 1 է, նմանը չկա։ Երկրորդ երնեկը, որ այդ ձևի քաղաքացի չունենք։ Այդ կարգի հզոր, զբաղված, ծանրաբեռնված, տարիքով, հիվանդությամբ ծանրաբեռնված մարդը հզոր քաղաքացի է։ Քաղաքացի, որ յուրաքանչյուր ակտիվ քաղաքացի կամ քաղաքական գործիչ կնախանձի իր քաղաքական մոտեցումները, իր դրսևորումները, իր բառերը, իր նախադասությունները, իր ճիշտը, կարևորը, հիմնականը գտնելու ունակությունը։ Այսինքն երնեք Օհան-Դուրյան քաղաքացու քաղաքական գործիչ, հզոր, նախանձելի վիճակի։ Եվ այս երկու երնեկը եկել Օհանի մեջ գումարվել է, ստացվել է հզոր քաղաքացի, հզոր մշակութաբան, հզոր արվեստագետ, լավ մարդ։ Ինքը կա, որտեղ իր դրսևորումները կան, իր դրած խնդիրները կան, իր երաժշտությունը կա, իր երաժշտությունով, իր խոսքերով կարող ես հպարտանալ, ոգևորվել, լիցքավորվել ու շարունակել։